Ողջույն բոլորին, ավարտվեց ուրեմն սահմանադրական դատարանի կողմից կամ ավելի ճիշտ գործող իշխանության կողմից բեմադրված ներկայացումը, որը տեղի էր ունենում սահմանադրական դատարանի բեմում, երևի Հրաչյա Ղափլանյանը կամ Արմեն Խանդիկյանը իրենց կյանքում կերազեին այսպիսի ներկայացում չէին կարող բեմադրել, համենայն դեպս ներկայացումը ավարտվեց. Իհարկե ես եւ շատերը գիտեին, թե ինչով է դա ավարտվելու, ինչ որոշում է կայացնելու սահմանադրական դատարանը, ոչինչ չփոխվեց, ամեն բան մնաց նույնը, ընտրությունների արդյունքները, ինչպես խոստացել էի, վերջին անգամ պետք է մի հատ քաղաքական թեմայով բան զայնագրեմ, այսուհետև որոշ զայնագրություններ կանեմ, էլի հիմնականում քննադատելով հայաստանցիների, նրանց տգիտություն արած սխալները, հույսալով, որ ինչ-որ մի բան կփոխվի, կուղվի, բայց ինչ-որ խորանալ նորից քաղաքականության մեջ բանը Փաշինյան ՔՊ բան ձեռքերս լվանում եմ։ Դուք կատարել եք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ձեր ընտրությունը, ես այն ընդունում եմ, ոնց են ասում, ձեր սրած մախատնա, մեղքը ձեր վիզը, դուք եք դրանով ապրելու, խնդրում եմ հետո, որ երկիրը մեր կորցնենք, չվերկանանք, ճամպրուկները չհավաքեք, չփախչեք, ոչ ձեզ Եվրոպայում ենք ընդունելու, ոչ Միացյալ Նահանգներում, ձեր ընտրությունն է, ձեր ստեղծած համակարգն է, դուք սրանով պետք է ապրեք։ Մեծ հիասթափություն եմ ապրում ընտրությունների արդյունքներով, բայց նաև ընդունում եմ, որ ոնց որ ասում են 600-700,000 հոգի Նիկոլին ձայն ա տվել ՔՊ-ին, իհարկե Նիկոլին ա տվել, որովհետև իրանք գյուղ շրջան փողոց շրջում էին, մի օր չտեսանք, որ այդ կուսակցության ցուցակից ինչ որ մեկ այլ անդամ խոսա, մնացածը անլեզու հայվանի պես ընկած Նիկոլեդիվից ինքն էր իր կոկորդը պատռում, դրա համար էլ հիմա ինքը շատ հաճույքով դրանց նորից կոչի ուսապարկ, որովհետև ինքն է իր կոկորդը պատռելով, իր հետույքը պատռելով դրանց բերել դարձրել իշխանություն։ Նորից պատգամավոր, նորից պաշտոնների փոփոխություն եղավ, հիասթափություն ունեմ, որ հայ ժողովուրդը, դե բնական է, մի կողմից հիասթափվում եմ, մի կողմից էլ գիտեմ ինչից է, հայ ժողովուրդը, հայաստանցիները այնքան տգետ են, այնքան տկարամիտ են, ռաբիս, գեղցի, ինչ ասեմ, փնթի անճաշակ, որ թույլ տվեցին ընտրությունների ընթացքում տեղի ունեցավ այդ ամբողջ ներկայացումը, այդ 19 դաշինքներն ու կուսակցությունները, որտեղ պետք է երևի 2-ը կամ 3-ը մասնակցեին, թեկուզ 4-ը, այն անկապները եկել էին ինչ-որ Սպայդերմենով, ես չգիտեմ, Աֆրիկայից եկած, Նիկոլի կցորդները, կեղտաբերան են համասեռամոլ Վեգասի բանտում նստողի կուսակցությունը, ասես մի խայտարակ բան, մեծ հիասթափություն ապրեցի ընտրությունների սկզբից, երբ որ իմացա, որ ասենք իմ կողմից շատ հարգված Տիկին Կարապետյանցը միացել էր այդ անլուրջ երեխաներին եւ այդպես կարևոր քաղաքական, ինչ ասեմ, երևույթ ինչպիսի ընտրությունն է, այտենց անլրջացրել էին, մեծ հիասթափություն ապրեցի, որ մեծ ճանապարհ անցած մեծարգո պարոն Հարիկյանը միացել էր այդ համասեռամոլին, այդ հայոյողների բանակին, դրա հետ էր ինչ-որ դաշինք կնքել, դա շատ հիասթափություններ էր, եւ մնացածը նորից հիասթափություն ապրեցի, որ ասենք իմ կողմից շատ հարգված, սիրված, ընդունելի միակ քաղաքական գործիչը պարոն Էդմոն Մարուկյանը եւ Լուսավոր Հայաստան այդքան քիչ ձայներ հավաքեցին, այն մնացածները ձայները փոշիացրեցին, այսինքն հայաստանցիները գնացին ու ոնց որ ժողովրդական խոսքն ասում, պաչեցին էշի ճակատը։ Ընդհանրապես պետք է ասեմ, որ քաղաքակիրթ աշխարհում, Եվրոպայում, ինչպես նաև Միացյալ Նահանգներում քաղաքականությամբ զբաղվում են միայն պատրաստված մասնագետները, տնտեսագետները եւ իրավաբանները, այն էլ ոչ թե շարքային, որ ասենք ինչ որ մի քոլեջ են ավարտել, ինչ որ տնտեսագետի կամ իրավաբանի լիցենզիա կամ դիպլոմ ունեն, այլ այնպիսի տնտեսագետներ, իրավաբաններ, որոնք ասենք ճանապարհ են անցել, ունեն փորձ, ունեն քաղաքական կապիտալ, իսկ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվում են ամեն ոք բացի պրոֆեսիոնալներից, երևի 1, 2, 3 հոգի կարելի է թվարկել, որ իսկապես
բարձր մակարդակի պատրաստված քաղաքական գործիչներ են, իսկ մնացածը լրագրողներ, սոցիոլոգներ, մեկնաբաններ, հաղորդավարներ, դերասաններ, մի հատ նայեք խորհրդարանում ովքեր են տեղ գրավել, ուղղակի կոճակ սեղմողներ են։ Դրա համար էլ այդպես եղավ, եւ հետո չպետք է մոռանալ հիշեցնեմ նորից իմ լավ բարեկամ Էդմոն Մարուկյանի խոսքը, որ դեռ 1 տարի առաջ ասում էր, որ ուշադրություն դարձրեք ընտրություններից առաջ ինչ որ անհայտ ուրեմն կուսակցություններ առաջ կգան, ու այդպես էլ եղավ, ինչ որ կուսակցություններ ոտի վրա ստեղծվեցին, մարդիկ հայտնվեցին Աֆրիկայից, ես իմ աշխարհի տարբեր անկյուններից եկան եւ այլ, մարդիկ եկան ուրիշից ինչ որ կուսակցության փաստաթղթեր գնեցին, գրանցեցին, որ մասնակցեն ու մի երկրում, որ ընտրությունից ընտրություն դու շատ քաղաքական գործիչների չես տեսնում, չես լսում, հենց հանկարծակի անսպասելի ընտրություններից մի 3-4 ամիս առաջ սկսեցին քաղաքականության մեջ հայտնվեցին մարդիկ, որտեղ որովին գործ չունեին։ Եվ նորից եմ ասում, ամենացավալին իհարկե իմ լավ բարեկամ, իմ կրտսեր ընկեր Էդմոն Մարուկյանն էր, որ լսող չեղավ, քանզի ես գտնում եմ, որ նա Հայաստանի քաղաքական դաշտում ամենապատրաստված, ամենապրոֆեսիոնալ, ամենագրագետ քաղաքական գործիչն է բառից բուն իմաստով, հոյակապ վերլուծաբան, բայց մեր հայաստանցիները, քանի որ նորից եմ ասում, կաղում են իրենց գիտելիքներով, իրենց կրթվածության մակարդակով, աստիճաններով, մեր քաղաքացիները միշտ սիրում են գնալ եւ պաչել էշի ճակատը։ Գերադասում են մեր քաղաքացիները, հայաստանցիները, որքան էլ վիրավորական լինի, ճնշող մեծամասնությունը, գերադասում են լսել Արամ Ասատերյան, քան թե Արամ Խաչատրյան։ Գերադասում են ավելի շատ հետևել ու լսել ու բաժանորդագրվել ու հավանել կեղտաբերան հայոյող համասեռամոլին, քան թե ասենք այդպիսի քաղաքական գործիչներին, ինչպիսին ասենք Էդմոն Մարուկյանն է, Տաթևիկ Հայրապետյանը կամ Արա Պապյանը, հասկանում եք, գերադասում են, չգիտեմ, ինչ որ տեսնում եք, էլի, նայում ես համացանցից Facebook անդադ բերում է, ինչ որ անկապ երգիչներ, անկապ բլոգերներ, անկապ թեմաներով տեղադրող ինչ-որ նյութեր կան, որ տակը նայում ես հազարավոր դիտումներ կա, հազարավոր լայքեր կա, բայց այն որ արժանի է ուշադրության ու այդ բանը դիտելով ինչ-որ մի բան սկսում ես մտածել, հասկանալ, կրթվել, այդպիսի բաները չկա։ Դա գալիս է, ինչպես միշտ ասել եմ, ուրեմն հասարակության, Հայաստանի հասարակության կրթվածության մակարդակից։ Մի հատ ուրեմն նկարի երկու հատ ավելի շենց նկարների խումբ էի պատրաստել, դեռ անցյալ տարի ուզում դրա մասին խոսել, որի մասին դեռ վաղուց խոսել էր իմ լավ բարեկամ Էդմոն Մարուկյանը, այսօր Մարուկյանի անունը շատ եմ տալու, բնականաբար վերջում կհասկանաք թե ինչու, նա այդ բոլորին անվանել էր խոսացող գլուխներ։ Այսինքն Հայաստանում հայաստանցիները դապրեն Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում թե Միացյալ Նահանգներում ավելի շատ հետևում են այդ խոսացող գլուխներին։ Խոսացող գլուխներ, որոնք հարթուկնել միացտես սառնարանել բացես, Պետրոսը հանրային ալիքը միացտես, թե 24-ը կամ ես իմ Factor TV-ին եւ այլ, ամեն ուրեք իրենք են, այդ մարդիկ են, բոլորին դրանց հրավիրում են, չգիտես թե ինչու, ոնց որ կարծես մի թշնամական ինչ-որ պայմանավորված բան կա, որ այս ժողովրդին փորձում է հնարավորին չափ որքան կարող է ավելի տկարամիտ դարձնելու, փոխանակ ավելի շատ գովազդեն, ցուցադրեն ավելի խելացի կրթված մարդկանց, որ ժողովուրդը կարդալով, տեսնելով, լսելով ավելի զարգանա, բայց ժողովրդին համրցնում են ավելի շատ, ասենք, դատարկա գլուխներին։ Հիմա ուրեմն որպեսզի միտքս ավելի պարզ լինի, մի հատ տեսախցիկը շրջեմ դեպի հեռուստացույցը, որ հասկանաք։ Այ խնդրում եմ մի հատ նայեք նկարում պատկերված անձնավորություններին, սա առաջի 20 հոգու նկարն է, որ հավաքել եմ, եւ երկրորդ խմբի ուրեմն արդեն ինչքան է ստացվում 12-15 հոգին, իհարկե այստեղ մի քանի հոգու կարելի էր ավելացնել, մի քանի կարկառուն դեմքերի, որոնց դուք ամենօրյա ռեժիմով սառնարանն եք բացում, հարթուկն եք միացնում, պահարանի դուռն եք բացում, չգիտեմ, այս մարդիկ են։ Ոմանց արդեն որոշ ժամանակ չեք տեսել, ոմանք ամեն օր դեռ խոսում են, բայց հիմնականում այս մարդիկ են, որ ձեզ հրամցնում են քաղաքական միտք,
քաղաքական մեկնաբանություններ են անում, որոշակի վերլուծություններ են անում։ Հիմա մի հատ նորից նայեք այս խմբի մեջ միայն մի հոգի կա, այ վերևի անկյունի պարոնը, հիմա մի հատ աթոռը դնեմ, մոտենամ ուրեմն հերոսացույցին, որ ավելի կոնկրետ խոսենք, միայն վերևի աճանկյունի պարոնն է, որ ուրեմն ձեզ անծանոթ է, հիմա ես դրա մասին կասեմ ձեզ ուրեմն։ Պետք է ասեմ, որ երբ որ նայում ենք այստեղ պատկերված տիկնանց եւ պարոններին, նրանցից շատերի մասին ես ունեմ բավականին դրական կարծիք։ Բայց ասենք դրա հետ միասին կան, ասենք օրինակ հայտնի Պետրոս Ղազարյանը, որին ես համարում եմ Հայաստանի համար առաջին տգետ լրագրողը, հարցազրույց վարողը, որը առաջ Գագիկ Ծառուկյանի կենտրոն ուրեմն հերոստալիքի հաղորդավարներ են, Կարապետյանի հետ ամբողջ օրը վիճում իրար հայում կռվում էին, բերեց Նիկոլը Սարգելա, գիտեք, հանրային ուրեմն հերոստատեսության համար առաջ այսօր խոսափողն է, կինը նախարար է, միլիոններ են աշխատում ու հրավիրում է շատ կասկածելի մարդկանց, տգետ հարցեր է տալիս, չի թողում մարդիկ խոսեն, այս մարդը ամբողջ օրը դուք միացնում եք հեռավոր գյուղերից միջև քաղաք, այս մարդուն եք տեսնում, սրա քարոզությունն եք լսում, սրա քարոզությունը լսողը ում պետք է գնա ընտրի։ Բնականաբար Նիկոլին, այս պարոնը ինչ որ կուսակցություն ունի, ամեն ընտրություններին մեկի հետ միանում է, մեկի հետ ինչ որ Սիամսկի բանա երկվորյակ է դառնում, հիմար ինչ որ բաներ է խոսում, Պետրոսը նորից սրան կանչում այդ բանավեճին, այս մարդը չես հասկանում հնդկական օճառա, թե ֆրանսիական օճառա, թե հայկական օճառա, սենց է հիմա պաշտոնաստացել, ուժեղ դարել է Նիկոլա մետ, ինչ որ բաներ է խոսում, քրոջը տարե դրել են տեսակ քույրերեք Սահմանադրական դատարանի համար առաջի դեմքներ ընդեղեր արդեն ինքներ ընդեղ հարցեր տալիս արդեն ինքներ ընդդիմությանը պրիդյավանում, մեղադրանքներ անում, հասկանում ես, մի քանիսին բաց թողեմ իմ ազգականներին չզայրացնեմ, այս պարոնը սենց անդադ ջղային բան չես իմանում, թե սա ով է, որտեղից է այս տիկնոջ հետ հայտնվել, դարել են քաղաքական գործիչներ, ինչ որ միացել էր Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբորը Արամ Սարգսյանին, միասին ինչ որ կոալիցիա են սարքել, այնտեղ պարտվեց, գնում այնտեղ նրան է միանում, գալիս սրան է միանում, սրան Մերաբյանն է Բաբաջանյանին միացել, հասկանում եք, անցյալ անգամ Բաբաջանյանը Շինինյանի հետ էր համագործակցում, այս անգամ Մերաբյանի հետ է համագործակցում, հիմա պարտությունը պարտվեցին, արդեն սրան էլ կշպրտի, սա պետք է արդեն նոր տեր փնտրի, հասկանում եք, այս մարդը ինչ որ գրած է digital creator, չգիտեմ ինչ կրթություն ունի, ամբողջ օրը գալիս անեց անհեթեթ բաներ է խոսում, հոյակապ պատրաստված կանայք ունեն քաղաքական գործիչներ, մեկը մեկից լավը, Տաթևիկը, Աննա Գրիգորյանը, Ագնեսան, այս մի տիկնոջ անունը մոռացա, հոյակապ պատահական չէր, նրանք ժամանակին լքեցին ԿՊ-ն, իմանալով թե ԿՊ-ն իրանից ինչ դավաճանական բան է ներկայացնում։ Իմ լավ բարեկան Էդմոն Մարուքյանը բոլոր քաղաքական գործիչների մեջ ամենակիրթը, ամենակրթվածը, ամենից շատ գիտելիք ունեցողը եւ դասական իրական քաղաքական գործիչը, որը կրթվում է ամենասվա ռեժիմով, այ ձեր խորհրդարանում սիրելի հայաստանցիներ, պետքա լինեին Էդմոն Մարուքյանի պես քաղաքական գործիչներ, որոնք տարվա մեջ մի քանի ինչ որ համագումարների մասնակցեին, կոնֆերանսների մասնակցեին, դասընթացների մասնակցեին, անընդհատ կրթվեին։ Իսկ դուք ունեք մի դեմքեր, որ երևի մի անգամ միտեղ մի հատ դիպլոմ են ստացել, եսին ոնց ինչ որ Աբովյանի բուհից կամ Երևանի պետական համալսարանից ու այտենց մտել են, բացառություն է կազմում պարոն Սուրեն Սարգսյանը, որը իհարկե ցավոք նախկին վարչապետի եղբոր որդին է Տիգրան Սարգսյանի, բայց դա նրա վրա բիծ չի գցում, հոյակապ ամերիկանագետ է, հոյակապ մասնագետ է, լավ լուծություններ անում։ Սա կարող եմ ասել, էլի մնացածն էլ եւ երկրորդ խումբը քաղաքական գործիչների մարդը ռեժիսոր մարդը մտել է քաղաքականությամբ զբաղվում, չգիտես թե ինչու, մարդը հաղորդավար է քաղաքականությամբ զբաղվում, չգիտես թե ինչու, երբեմն այնպիսի վերլուծություններ անում պարոն Չիբուխչյանը, ինչպես նաև այս մյուս պարոնը մոռացա ունը շատ թողնիցների, սա էլ նույնպես այդ խմբից, սա էլ նույնպես Մերաբյանը, որ թվում է թե այս մարդկանց տունը
ոչ թե իրանց տունն է, պարոն Սարգսյանն էլ հետը, սոցիոլոգ, հասկանում եք, այնպիսի վերլուծություններ են անում, որ քեզ թվում է, թե մարդիկ ապրում են ոչ թե իրանց տանը, այլ մեկը Տրամպի աշխատասենյակում է քնում, արթնանում Տրամպի բազմոցի վրա, մյուսը Պուտինի, մյուսը Նիկոլ Փաշինյանի, մեկը Բայդենի, այն մյուսն էլ Մակրոնի։ Անես բաներ են ասում, ոնց որ առաջի ձեռ հենց որ Բայդենից իմացա, հենց որ Տրամպից լսեցի, հենց որ Պուտինը սենց է մտածում, հենց Նիկոլը սենց ասում, այսպիսի վերլուծություններ են անում։ Նախկին նախարարը, որը եթե ասենք ոսկե հորթի ձևով են Կարեյկոյի համար, ասում են, այդտեղ մեկը լավ փող դիզեց։ Այ կովիդի ժամանակ լավ փող դիզեց ինքն էլ իր կինը, խուսափեց պատասխանատվությունը, հիմա էլ նախարարը, հիմա էլ գիտեք իր դիրքորոշումը Արցախի հարցում, մեր եկեղեցիների հարցում, Արցախում ավերվող հայկական եկեղեցիների հարցում, վերաբերմունքը թե ինչպես զրոացրեց ամբողջ ուրեմն ազատամարտի բոլոր հերոսներին, սրան դու գնացիք 700,000 հոգով ձայն տվեցիք այս մարդուն։ Սա է ձեր ընտրությունը, ձեր սրած բանն է։ Սրան այսօր ասեցին նոր բան մականուն հայտնաբերեցի, որ իրան անվանեցին ժիլետի թիվ, թե մոտոցիկլետի դուռ։ Անգելա Մորփորը լավ աշխատավարձով բանով թակավորի պես ապրում, այդում ինքնաթիռով բանով Անգլիայում սելֆիներ անում եւ այլ, սրան էլ եսին որտեղից սկսեցին գտան բերեցին, չգիտեմ ինչ քաղաքական ուղի է անցել, ինչ կրթություն ունի։ Երբեմն չես հասկանում, եկա թե որց, հիմա շուն է խաղցնում, բայց լավ անդիմադերների հետ կռիվ էր անում, շիշը շպրտում, հայոյում էր, քարկոծում էր, դրա համար շեֆը իրան բերեց նշանակեց, ով է կարծեմ, փոխխոսնակն է, թե ինչա, թե Կոնջոյրանի տեղն է, ոչ, ինչ որ sense նորից մի անհասկանալի դեմք, չգիտես ով է, առաջ ընդդիմություններ, առաջ ինչ որ մարդու իրավունքների պաշտպաներ, հիմա դարել է ԿՊ-ի վարչության անդամ երևի, պարոն Ստեփանյանը, Ստեփան Գրիգորյանը ինչ որ կազմակերպություն ունի, անվանում է Հարավկովկասյան ստրատեգիական վերլուծական գիտահետազոտական բաների կենտրոն։ Անուն է դրել, այդ մարդը դրել է։ Բայց որպես մասնագետ, որպես վերլուծաբան շատ թույլ է, շատ թույլ։ Երկու անգամ թե երեք անգամ դիտել եմ ինչ որ մենապարտի մեջ երկխոսության մեջ է մտել ադրբեջանցի մի հասարակ պատգամավորի հետ, երկու անգամին էլ խայտարակ պարտություն է կրել ու խոսում են այնպիսի բաներ են ասում եմ, էլի որ զարմանում ես, էլի զարմանում ես, հոյակապ պատրաստված քաղաքական Ագնեսային էլ նույնպես համարում եմ հոյակապ քաղաքական գործիչներ են։ Թյուրմացություն, սա չգիտես, սա էլ իր եղբոր հիշատակը զրոացրեց, շատ տարօրինակ կադր, սա էլ ինչ որ չգիտես ինչ ու գիտեք ինչն է այդ բոլորին ուրեմն համախմբում նույն որ ասում եմ մի մորից են տարբեր հորից Պուտին սա ռուսն է մեղավոր բայց մեկի կողմից քննադատություն չես տեսնի որ քննադատեն Նիկոլին ուրեմն երկրորդ նկարում նորից էլի մարդիկ այս պարոնը ձեզ համար անծանոթ է այս պարոնը ուրա ձեզ համար շատ անծանոթ պարոն է Սենց անեմ, որ լավ նայեք, սա իմ ընկերն է, իմ լավագույն ընկերներից մեկն է, ես կասեի իմ ամենալավագույն ընկերն է երկար տարիների, բժիշկ Արմեն Հոսեփյանն է, սրտաբան, ունենք նաև բարեկամական կապեր, ես նրա զավակների, երկու զավակների կնքահայրն եմ, նա ինքը իմ ամուսնության կնքահայրն է, բայց ինչու եմ նրան տեղադրել Այս Հայաստանի քաղաքական պալիտրայի մեջ ես մի ընդհանուր բան ունի Արմենը Էդմոն Մարուկյանի հետ։ Այսա տեսնում եք այս MD, FACC, FESAC այս հապավումները որ կան, սա նրա կրթական, ինչ ասեմ, աստիճաններն են։ Այսօր Կիրակի օրով ես զանգարել եմ իմ ընկերոջ հետ զրուցելու, նա նստած պարապում էր։ Երկու շաբաթ առաջ վերադարձել է Մինեապոլիսից, Նյու Յորքից գնացել է Մինեապոլիս, 3 օրով մասնակցել է ուրեմն սրտաբանների գիտական մի նոր հավաքի, որտեղ քննարկել են նորամուծությունները, թե մարդկանց սրտի վիրահատություն անելից ինչ էլեկտրոսարքավորումներ են տեղադրում, որպեսզի կարգավորվի սրտի աշխատանքը,
Այսօր պարապում է տանը նստած, որտեղ մոտակա շաբաթները նորից 150 հարցից պակասած քննություն պետք է տա իր վերապատրաստման աստիճանը նորից բարձրացնելու համար։ Ամերիկյան բժիշկ, ոչ թե հայաստանյան բժիշկ, այն sense հաստության ոսկե շղթան վզին թաթուլի ու սպիտակցի Հայկոյի փորով սիգարետներ բերաններին, այլ ամերիկյան հայ բժիշկ, որը շաբաթական 2 օր թենիս է խաղում, զբաղվում է մանրամարզությամբ, հաճախում է ջիմ եւ զբաղված է զուտ միայն իր աշխատանքով, իր հիվանդների վիճակով, առողջությամբ, ապակինվան աստիճանով եւ իր մասնագիտական հմտություններն ու գիտելիքները տարեկան 4-5 անգամ տարբեր կոնֆերանսների միջոցառումների մասնակցելով ավելի կատարելագործելով։ Այդպիսի քաղաքական գործիչ է Էդմոն Մարուկյանը, որ դուք սիրելի հայաստանցիներ չգնահատեցիք։ Ձեզ համար ավելի լավ է քաղաքականությամբ զբաղվի digital creator-ը, ինչ որ անկապես պարոնը չգիտեմ, սա ինչ կուսակցություն ունի, ինչ ունի, այս գալիս է ջղային դեմքով անդադ բորբռում գորգռում հասկանում եք, այս իջերով ժպտալով կամ այս հասկանում եք քանստե մի քաղաքական գործիչ, մի դասական քաղաքական գործիչ, որ ասեց ես կլասիկ ու ձեզ մոտ դա ծիծաղ առաջ, արագ դոդի գագոն ասեց ես քո կլասիկ ցավ, այո, դասական քաղաքական գործիչ, որ ձեր խորհրդարանում միայն այսպիսիները պետք է նստած լինեն, որը 2 անգամ տարվա մեջ գալիս է Միացյալ Նահանգներ, մասնակցում է տարբեր դասընթացների, կատարելագործում է իր քաղաքական եւ իրավապաշտպանական գիտելիքները, մասնակցում է եվրոպական տարբեր համաժողովների, շատ ազգասեր է, շատ նվիրված է, շատ դատող է։ Ու այս բոլորից շատերը ինչ որ խոսում են երբեմն, միշտ հիշեք, առաջինը Մարուկյանն ասել։ Ասել եմ դրա մասին մի քանի օր առաջ իմ YouTube-յան ալիքում կա, մտեք նայեք։ Վեթինգի մասին էլ առաջին ինքը խոսած։ Վերջերս հիմա որ սաղ կրկնել են ասեց, առաջինը Մարուկյանը ասեց, որ Նիկոլն ասել է սեպտեմբերին, եթե ինձ սահմանադրական մեծամասնություն չունեմ, պատերազմ է լինելու։ Հիմա պատերազմ լինելու է, թե չէ։ Նիկոլը դրա համար պատասխան տալու է, թե չէ։ Առաջինը Մարուկյան ասեց, հիմա բոլորը կրկնում են։ Այդ սունկի պես աճող կուսակցությունների համար առաջինը Մարուկյանը ասեց, որ տեսակ ընտրություններից առաջ եկան լցվեցին ինչ որ անկապ ինչքան քուչեն, ինչքան անկապ խուժան մարկար եկան սկսեցին մասնակցել ընտրություններին։ Առաջինը Մարուկյան ասեց, որ պետք է համախմբվել մեկ ճակատով, եթե ուզում եք Նիկոլից ազատվել, պետք է մեկ ճակատով գործել։ Հիմա ասում են սխալ են կարել, պետք է համախմբվենք, բայց արդեն գնացքը հեռացել է։ Էլ որ մեկ ասեմ, ինչ խոսացել եք առաջինով, ինչ խոսացել առաջինը Մարուկյանն ասել։ Բայց դուք մերժեցիք այսպիսի քաղաքական գործին, ձայները փոշիացրեցիք սենց թուրմացությունների միջև, հա։ Մերկուսել էլ կար, որ կարելի էր տալ, բայց չկան էլի, ստենց, հա։ Ձեր ձայնը տվեցիք։ Պարոն Ալեն Սիմոնյանը մի քիչ հիմա լավ վիճակում չի, շատ չեմ ուզում իր անունը տամ, հասկանում եք, միջև տեսնենք կամ ինքը փոխարինի էս ժիլետի թևին, ինչպես այսօր անվանեցին նրան, կամ գուցե գա Ամերիկայի Միացյալ Նահանգներ դեսպան, լավ դեսպանատուն ունենք, լավ թաղամասում է գտնվում, լավ երկրի, լավ մայրաքաղաքում, լավ բանկա հաշիվ կա մեջը, կգնա միջև գնալ ամեն արձակուրդին Երևան գնալուց մի հատ բանում նորակառույցում մի հատ թազա նոր բնակարան կառնի, վերջապես տղեն նոր ամուսնացել, Մուրազի վրա է երիտասարդ կին ունի էլի, բայց չասեք էլի ծեծված տղա է էլի, հա, եւ նորից դուք ընտրեցիք, ինչ որ ընտրեցիք, Պողպատե մանդատ էր, հետո դարավ հիմա այսօր պլատինի մանդատ եք տվել, արդեն Չագուշտն էլ կուվալդա, արդեն դարել այն բանի Պրիգոժինի կուվալդն արդեն խփում գլուխներ է ջարդում, տեսնում եք, սա բանը քաղաքական դաշտը գտնվում է բանտում, լիք քաղաքական բանտարկյալներով, հիմա ձեր հեռախոսներն են ստուգելու, բայց ժանդամ կարևորը Ծիրանը 2 ящիկ արդեն Եվրոպա է գնացել, Ռուսաստանին կկզստի ոնց որ դուք եք ասում, բալը գլխներիդ գալիքը չգիտեք, աստվածտա չլինի, Համենայնպես էսա, դե լսա կեսնա, մեր երկու այսքան էլ կան, բայց սրանցից ընդհանրապես ասածը սեն էր նպատակած, որ եթե դուք լսեիք պարզապես ամենախելոքներին, միայն, դուք ես վիճակում չեք հայտնվի, հասկանում եք, ստեղ ես էջիշ մարդ չկա, որ ասեի լսեք, ստեղ պետք է մենակ
բժիշկ Արմեն Հովսեփյանին լսեիք։ Էտա Ժորժ ջան։ Համենայն դեպս երկար խոսացի, ներողություն եմ խնդրում, շնորհակալություն եմ հայտնում ձեր համբերության համար, որ կարողացաք այսքանը լսել։ Ինձ արդեն սա բոլորովին չի հետաքրում, սա ձերնա, ձեր ընտրությունն է, ապրեք սրանով։ Ես իմ քննադատություններ երբեմն կասեմ, կձայնագրեմ հայաստանցիների գիտությունների մասին, թերությունների մասին, ռաբիզության, գեղեցկության, անճաշակության միայն նպատակով, որ օգտակար լինել, գուցե մարդիկ տեսնելով դա մի բան կփոխվի մոտները, մի բան կմտածեն։ Սա էլ ձեր ընտրությունն է, ապրեք սրանով, կռիվները նոր են գալիս, մենամարտերը ազգային ժողովում, հիմա խոսույթը մի քիչ է փոխվում, այն որ պետքա ասեն դուք դավաճան եք, դուք հողատու եք, դուք ես իմ թուրք եք, այդ խոսույթը կմնա, բայց սրանց կողմից արդեն հնչողը լինելու է դուք օտարերկրյա գործակալ եք, դուք պատերազմ խաղաղություն չուզող եք, դուք ինչ որ եռա գլուխ եք, թե եռա եսին ինչ եք, դա փոխվելու, մնացածը նույնն է լինելու։ Էսա։ Ձեր սրած մախատնա թմբլիկ շունիկ ունի, բան ունի, շունիկը խաղաշտում արդեն աղջիկների փոխարեն, շունիկների հետ ձեր ընտրությունն է։ Ինչ ասեմ։ Ամենայն բարիքներ Աստված պահապան մեր ազգին, մեր ժողովրդին, մեր հայրենիքին, որտեվ անկախ ամեն ինչից դա իմ երկիրն է, այստեղ եմ ծնվել մեծացել, իմ հոր գերեզմանն է, իմ հայրս այդտեղ թաղված, իմ մայրս այդտեղ ապրում, մենք շուշուտ գալիս գնում ենք, երեխաներս կապված են այդ երկրի հետ, անեցորեն էշի որ ասեմ անտարբերությամբ ենք պատված։ Պարզապես ես դադարում եմ լինել ավելի ակտիվ, քան միջև մալ, դառնում եմ Լոս Անջելեսյան հայության պես։ Պոնչիկ, պերաշկի, լամաջու, շավուրմա, թիթեր, ծաղիկ, փղիկ ճանապարհորդություններ է սա։ Սա թողում եմ ձեզ, որ չասեք ախար, դե գնացել ես, գնախես մեր գործերին խառնվում։ Գուցե բարեգործությունն էլ ավարտեմ, էլ ոչ մեկին նվիրատվություն ու ինչ որ օգնություն չանեմ, դուք ձերոնցով ձեր ոնց որ ասում են ձեր յուղի մեջ տապալվեք։ Ամենայն բարիքներ, շատ եղավ, ստեսուն ձեզ։